Քյարքին Հայաստանի տարածքը չի։ Շաբաթը նշանավորվեց Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված ադրբեջանական անկլավների թեմայի վերադարձով քաղաքական օրակարգ դեպի Իրան եւ Վրաստան միջպետական ճանապարհների վրա գտնվող այս բնակավայրերի ադրբեջանական պատկանելիության մասին վարչապետ Փաշինյանը խոսեց օգոստոսի 20-ին կայացած կառավարության նիստից հետո։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Ընդդիմադիրները սակայն այս փաստի հետ առնչվելու որևէ ցանկություն չունեին, նրանք հիշեցնում են Հայաստանի բնակավայրերի ցանկում պաշտոնապես օրենքով ընդգրկված գյուղերի հանձնման համար վարչապետի ցանկությունները քիչ են։ Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացվել որևէ ապացույց, որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը, այն է Քյարքին, որ ինքը ասում է հիմա, կհանդիսանա Ադրբեջանի տարածք։ Ցանկացած քարտեզ, որը ներկայացվի Ադրբեջանի կողմից, դրանք ուղղակի պատկերներ են, որովհետև պետք են դրանց իրավական հենքերը։ Տիալ պարագայում Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքի մաս է, որևէ փաստաթուղթ չկա, որ այն կապացուցի, որ այն Ադրբեջանին է պատկանում։ Խորհրդարանական ընդդիմությունն անկլավների թեմային անդրադարձավ ազգային ժողովի ամբիոնից օգնության կանչելով 4 տարվա վաղեմության Նիկոլ Փաշինյանին։ Մենք ինչև էս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական ելույթը կարելի էր վերնագրել հետ բերեք հին Նիկոլին։ Նոր Նիկոլի ղեկավարած կառավարությունն այս շաբաթ հաստատեց իր գործունեության հնգամյա ծրագիրը, նորությունների պակաս այդ փաստաթղթում չկար։ Ծրագրի հատված է նաև նոր սահմանադրության նախագիծը։ Դատելով 5 շաբթի օրը կառավարության կողմից հաստատված ծրագրի տեքստից, սա երրորդ հանրապետության գոյության ընթացքում հրապարակված առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը կենտրոնանում է ոչ միայն կամ ոչ այնքան ակնկալվող տնտեսական ցուցանիշների, որքան գաղափարախոսության վրա։ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4-րդ հանրապետության տեսլականի վրա։ Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կսկսի քննարկել արդեն հաջորդ շաբաթ, մինչ այդ սակայն խորհրդարանականները ոչ մի կերպ չէին կարողանում ավարտել մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի ձևավորումը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ազգային ժողովի աշխատանքները եւ ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Սաբոտաժը, որի մասին խոսում էր ուժեղ Հայաստանի падգամավոր Էդգար Ղազարյանը, վերաբերում էր եվրաինտեգրման, ֆինանսավարկային եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները թափուր թողնելուն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց այդ պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին, ակամայից հետաձգելով նաեւ կառավարության ծրագրի քննարկման մեկնարկը։ Պատրաստի տեխնացուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Հետագայում, սակայն, երբ ուժեղ Հայաստանը նոր թեկնածուներ առաջադրեց, իշխող մեծամասնության դիրքորոշումը որոշակիորեն սկսեց մեղմվել։ Ուրբաթ երեկոյան քաղաքպայմանագրի անդամներից մի քանիսը քվեարկեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուժեղ Հայաստանի կողմից առաջադրված Լիանա Մանուկյանի օգտին, ապահովելով նրա ընտրությունը։ Խաղաղ տոնայնությամբ ավարտված խորհրդարանական շաբաթը, սակայն, այնքան էլ հանդարտ չէր մեկնարկել։ Առաջին սկանդալի հեղինակը դարձավ Վեդիի նախկին քաղաքապետ Կոկորդիլոս բուծման ֆերմայի, այդպես էլ իրականություն չդարձած նախագծի հեղինակ Գարիկ Սարգսյանը, որը որոշեց աշխատանքային շաբաթը սկսել ասմունքով։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, յուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան,
թքալ են քուալ հողի տալ վրան։ Հաջորդ օրերին արդեն աչքի ընկավ ԿՊԱ-կան падգամավոր կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ծագումով Արցախցի Արեգա Հովսեփյանից նա փորձում էր ճշտել, ինչպես է ընդդիմադիր падգամավորը վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը, որով պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Հիմա Վնիմանիա вопрос. Ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը։ Ես կարող եմ ավելի որպեսզի կոմունիկացիոն խնդիրը չլինի, դուք ճիշտ կարող եմ մեկնաբանել, արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, այդ է ձեր հարցադրումը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմաները։ Դուք տեսնում եք, թե ինչպես ազգային ժողովի փոխնախագահը իրավիճակը սադրեց։ Այս շաբաթ սակայն ընդդիմության դժգոհությունների ու քննադատության գլխավոր թիրախը ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Սարքել են իրենց դուքյանը արդեն, իսկական կներեք բառամթերքիս համար։ Ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Անցավ եւս մեկ օր եւ ազգային ժողովի ԿՊԱ-կան փոխնախագահը ստիպված եղավ փոքրինչ փոխել իր վարքագիծը, գոնե առժամանակ։ Կարևոր եմ համարում երեկվա տեղի ունեցածի հետ կապված մի բան ասեմ։ Առհասարակ ինքնահայեցումը իմ կարծիքով քաղաքական գործի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է ու ես երեք նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները, թե դահլիճում, թե դահլիճից դուրս նաև, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար ու դրանից հետևություններ կարվեն։ Սա առաջինը, բայց երկրորդը նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը նաև փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, այդտեղ դուք էլ ձեր մասով ինքնահայեցման հարց կտեսնեք։ Չի բացառվում, որ ինքնահայեցման ճանապարհն է բռնել նաև կարգալույց հոգևորական Ստեփան Ասատրյանը, նախկին տերարամը։ Այս շաբաթ նա դատարանում պատմելով իր եւ Արագածոտնի թեմի առաջնորդի հարաբերությունների մասին, անկեղծացավ ու պատմեց, թե ինչպես էին իրեն վիրավորում նախկին հոգևոր եղբայրները։ Եղել են այնպիսի արտահայտություններ, որ ինձ համար եղել է վիրավորական, օրինակ նիկոլական ես։ Ես էլ նիկոլական եւ որևէ մարդական չեմ կարող լինել։ Ես կարող եմ լինել Հայաստանի Հանրապետությունական։ Իմ բոլոր որոշումները բխում են եւ բխել են Հայաստանի Հանրապետության շահերից։ Հայաստանի Հանրապետության բնակիչներից ոմանք այս շաբաթ սպասում էին վարչապետի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերաբերող որոշմանը, նախ եւ առաջ կադրային։ Պատճառը բանակում մեկը մյուսին հաջորդող միջադեպերն են, դրանցից հերթականը տեղի ունեցավ օգոստոսի 19-ի երեկոյան ճամբարակում, երբ վրաերթի հետևանքով մեկ ժամկետային զինծառայող զոհվեց, եւս 6-ը վիրավորվեցին։ Զինվորները վազելուց են եղել։ Դե արդեն չեմ ընդեր չես կարա պատկերացնել ճանապարհի մեջ տեղով են վազել, թե եզրով են վազել, դե չես կարա այդ պահին կանխագուշակես, որ կոմով են վազել։ Երեկոյան 9-ից հետո ինչու են 7 ժամկետային զինծառայողներ ավտոճանապարհով վազել։ Այդ ժամին նրանք պիտի Զորամասում լինեին ըստ կարգացուցակի։ Ժամը 10:35 քնի ժամ է։ Ազատության տեղեկությամբ ճամբարակի Զորամասի սպան նրանց պատժել է, հանձնարարել վազել զրահաբաճկոններով ու սաղավարտներով, որովհետև նորակոչիկները ճաշարանում իրենց աղմկոտ են պահել։ Սա ի դեպ 2026-ի ամռանը զինված ուժերում արձանագրված մահվան արդեն 4
բոլոր դեպքներ երկրորդը ճամբարակի զորամասում։ Երեկո խոստանում է լինել անմոռանալի։ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս բնակավայրում սակայն շուտով այլ զբաղմունք կունենան։ Ֆեստիվալի այս տարվա վերջին կանգառը ճամբարակում։ Ճամբարակյան ֆեստիվալից եւս 2 շաբաթ անցել Սևանի հակառակ ափին Գավառում կմեկնարկի Տուրով Արմենիա հեծանվայերթը։ Դրա կազմակերպման համար Հայաստանի կառավարությունն այս շաբաթ տրամադրեց 884 միլիոն դրամ կամ գրեթե 2.5 միլիոն դոլար։ Բոլորովին ավելորդ չէ նշել, որ նման բարդ մրցաշարերի անցկացումը վկայում է, որ երկիրն ունի անվտանգ, կայուն եւ զարգացած ենթակառուցվածքներ, այդ թվում ճանապարհային ենթակառուցվածքներ։